Մեզ միացել Բեյրութի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Շահան Գանտարյանը, բարև ձեզ Շահան։ Բարև ձեզ։ Գիտեմ ինչ վիճակ է Բեյրութում եւ ընդհանրապես Լիբանանում, բայց այսօր մի ավելի դաժան տեղեկություն ստացվեց, փորձենք հաստատել կամ հերքել, որ Իսրայելը հարվածել է այդ ֆոսֆորային մարտագլխիկներով, ռումբերով, այդպես է։ Գա նման դրագություն, գա նման դերգություն, բայց բաշոնապես հաստատված չէ, բայց բավական մտահոգիչ է։ Նախաթեպը գա նախորդ պատերազմական արարներին նման ֆոսֆորային զենք օգտագործվել է, ուրեմն չի բացառվում, որ նաև այս անկրվանին օգտագործված լինի, բայց թերևս բաշոնապես լիբանյան կողմը նման հաստատում չի արել։ Այդ ֆոսֆորային զենքը կիրառվել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ, եթե հիշում եք Շահան։ Այո։ Լիբանանի դեմ ռազմական գործողությունները ուղիղ կապված են Իրանի դեմ պատերազմով։ Գիտեք, ի տարբերություն նախորդ պատերազմական անկրվաններին, այս անգամ դարաշրջանային մասշտաբով է պատերազմը։ Ճիշտ է, Լիբանը այս ընդհանուր պատերազմում ազանցիալ անգամանք ունի, բայց կարող եմ ասել, որ Իրանից հետո ամենաթեժ գերը Լիբանանն է, եւ նախքան այս բռնկումը Իսրայելը զսկուշացրել էր լիբանյան կողմին, որ եթե հրթիռներ արձակի Հեզբոլլահը, ուրեմն ամբողջ Լիբանանը կարող է թիրախավորվել եւ անգամ նշել էին մի քանի անգամ ենթակառուցվածքները ընդգծելով նաեւ օտանավակայանը իբրև թիրախ։ Պետք է ասել, որ օտանավակայանը չի ռմբակոծվել, չի հրթիռակոծվել, բայց ճանապարհը ուրեմն դեպի օտանավակայան տանող Բեյրութից ուրեմն այսօր հարձակման է ենթարկվել Հեզբոլլահի կենտրոնատեղերից մեկին Իսրայելը խփել է, հարվածել է այսօր։ Կարող եմ ասել, որ այս բահի թերությամբ օտար ավիաընկերությունները չեղարկել են, արգախել են իրենց սրիչները, բայց լիբանյան ավիաընկերությունը շարունակում է աշխատել հիմնականում եվրոպական քաղաքների ուղղությամբ, որովհետև արաբական երկիրները եւս ներգրավվել են այս պատերազմին եւ բնական է, որ այդ ուղղությամբ թռիչքները չկան։ Ինչն է հատկանշական, որ իսրայելական այդ հարվածներից այսօրվա տեղեկություն է, փրկարարներ են զոհվել, շտապօգնության բժիշկներ, ճիշտ եմ ասում այդ տեղեկությունները, Շահան։ Այո։ Այսինքն Իսրայելը հարվածում է ուրբաթահի առանց թիրախներ ընտրելու, ինչպես ընդունված է այս պատերազմը։ Չէ, թիրախավորված գործողություններ են, բայց առընթեր, եթե քաղաքացիներ կան կամ նման, ինչպես դուք նշեցիք, փրկարար չոգատներ, բնականաբար դժում են, այսինքն 400-ից ավելի զոհեր են արձանագրվել, բազմահարյուր վիրավորներ, ահավոր նյութական վնասներ, բնակարանների կանտումներ, գիտեք, նաև մեկ հիմնական տարբերություն, որ փախստականների հսկայական ալիք կա եւ բարձ է, որ Իսրայելը առաջադրել է անվտանգության կոդի ձևավորել եւ զսկուշացնում է քյուղերի բնակիչներին, քաղաքների բնակիչներին, ուրեմն լքել իրենց բնակավայրերը եւ փաստորեն առաջադրանքը ոչ միայն Հեզբոլլահի թիրքերի հետ քաշումն է Իսրայելի կողմից կամ նահանջն է, ընդհանրապես այդ անվտանգության կոդիները անմարդաբնակ տարածքների վերածելն է եւ որբեսի վերադարձը բացառվի, ուրեմն քանթումը շատ համատարած է։ Այսինքն չի օգնել անգամ լիբանանյան իշխանությունների որոշումը տարանջատվել Հեզբոլլահից։ Չէ, գիտեք, այդ որոշումը կարծում եմ գործադրելիությունը խիստ դարակուսելի է, ավելի պաշտոնական Բեյրութի որոշումը միջազգային ընտանիքին ուղղված ուղերձ է, որ իրենք չեն ուզում մաս կազմել պատերազմին, հետևաբար նաև բացի Հեզբոլլահից լիբանյան պետական կառույցները, հասարակությունը, ենթակառուցվածքը չթիրախավորվի նման գործողությունների համար, բայց ինչպես փորձեցի ասել, այնքան համատարած են, որ նաև դժում են քաղաքացիներ կամ այլ օբյեկտներ, բացի թիրախներից։ Հայտնի է նաև, որ Լիբանանը բանակցություններ սկսելու առաջարկ է արել Իսրայելին։ Կա արձագանքը։
Գիտեք, Լիբանանը միջնորդավորված բանակցել է Իսրայելի հետ, Միացյալ Նահանգների աշխույժ, ուրեմն երաշխավորությամբ, միջնորդությամբ դարիներ առաջ, երբ այդ բանակցությունները հանգեցին ծովային սահմանազատման, ընծովյա էներգիայի բեղման, որոնման, արտահանման նպատակներով։ Գար առաջադրանք նաև նախքան այս բռնկումը պատերազմի, որ նաև ցամաքային սահմանազատումը լիներ, իհարկե անուղղակի բանակցություններ են, որովհետև առ այսօր Իսրայել եւ Լիբանան չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ հիմնական միջնորդը Միացյալ Նահանգներն էր։ Ուրեմն հիմա ավելի համարձակ են հնչում նման առաջարկներ, որ բարձ դարձնելու համար, որ Պաշտոնական Բեյրութը գոմ չէ պատերազմին եւ պատրաստ է վերսկսել բանակցություններ։ Ինչն է հետաքրքիր, Լիբանանում իրավիճակի սրման պատճառով Ֆրանսիան է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել։ Այո, Հանրապետության նախագահը դիմել էր Ֆրանսիային, որպեսզի ճնշում բանեցնի կամ միջնորդի, որպեսզի հրադադար լինի, նաև գոչ էր արել Միացյալ Նահանգներին, որպեսզի ճնշեն Իսրայելի դադարեցնելու համար իր հարձակումները Լիբանանի վրա, բայց կարծում եմ մինչ այժմ թերևս դեսանելի չէ հրադադարի որևէ համաձայնություն։ Հայաստանում շատ է քննարկվում այդ թունավոր օդի արկայությունը տարածաշրջանում, մտավախություն կա նաև, որ դա կհասնի նաև Հայաստան, իսկ Լիբանանում ինչ վիճակ է։ Ասում են դրա հիմնական պատճառը նավթավերամշակման գործարաններին թիրախավորելն է եղել եւ հարվածելը։ Սա դարաշրջանային մակարդակով լուրջ խնդիր է, որովհետև Իրանը հարվածում է նաև արաբական երկրների նավթարդյունաբերության կենտրոններին, բացի դրանից արդեն օգտագործված զինատեսակները նաև կենսոլորտային լուրջ խնդիրներ կարող են առաջացնել եւ առաջացնում են պաստորեն։ Նման երևույթներ գրանցվել են նաև նախորդ պատերազմական արարներին, բայց այս անգամ մասշտաբը, ծավալայնությունը այս բոլորի շատ ավելի է եւ թերևս որևէ ելք չի կանխատեսվում, հստակ շատ անորոշ է ընթացքը եւ նաև այդ ընթացքի գանքարը, եթե ոչ ավարտը, գուցե ժամանակավոր գանքարը եւս թերևս տեսանելի չէ ամենայն դեպս։ Այսօր Իրանի կողմից մի հրթիռել է արձակվել դեպի Թուրքիա։ Սա ինչով է հետաքրքիր, որ մինչ այդ Թուրքիա, Ադրբեջան, Իրան որոշակի սրվածություն առաջացավ։ Ինչու է Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունք։ Մենք հիմա Ադրբեջանին էլ կգանք շան։ Ինչ ռիսկեր է տեսնում Իրանը թուրքական կողմից։ Գիտեք, որոշակի դարբերություն կար Անկարայի եւ Բաքվի պաշտոնական դիրքորոշումներին կամ հերախոսազրույցներին, որոնք դեղի ունեցան Նախիջևանի ուրեմն ուղղությամբ վարձակված հրթիռի առիթով, Իրանը հերքեց, Թուրքիայի արտգործնախարարը անհասցե ուրեմն հայտարարություն արեց մեղադրելով բարձրապես արարքը, իսկ Ալիևի խոսքի մեջ գար ագնարկ դեպի Իրան, սա այնուամենայնիվ նաև հայտարարեց Ալիևը, որ իրենք չեն պատրաստվում ներկայացվել պատերազմին եւ նպատակ չունեն Իրանի դեմ պատերազմելու։ Այսինքն որոշակի սսպիչ գործոններ այստեղ աշխատում էին, բայց հայտնաբար կա գոմ, որը ուզում է ներկայացնել Ադրբեջանը, հիմա գուցե նաև Թուրքիան այս պատերազմին, բայց ընդհանուր խորապատկերի վրա նաև մենք պետք է անպայման նկատի ունենանք, որ արդեն լարված էին Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները, հատկապես ուրեմն արևելյան միջերկրականյան այդ ուժանյութային էներգիայի արտահանման համար սահմանազատման խնդիրների կամ շահագործման հնարավորությունների ուղղություններով շատ լուրջ մրցակցություն, անգամ լարվածություն եւ մենք գիտենք թե ինչ տեսակ հրետորաբանություն էին օգտագործում երկու երկրները միմյանց հանդեպ։ Ուրեմն այս խորապատկերի վրա նաև Անկարայի ավելի զուսպ մինչ այժմ առնվազն զուսպ դիրքորոշումները անգամ նաև մեղադրանքները Միացյալ Նահանգների, որ չպետք է անցնել ռազմական գործողությունների Իրանի դեմ։ Ուրեմն այս բոլոր
նախադրյալները պետք է նկատի ունենալ ընդհանուր իրավիճակի քննադատման մեր փորձերի ընթացքին։ Բանը հասել է անգամ նրան, որ Միացյալ Նահանգները Ադանայի իր հյուպատոսարանի աշխատողներին է տարանում։ Ինչ կա այս ուղղությամբ։ Ամերիկյան ռազմաբազա կա Ադանայի մերձակայքում։ Գիտեք, մինչ այդ նաև Թուրքիան համաձայն չէր, գոմ չէր եւ չէր դրամատրել, որ այսինքն այդ ռազմաբազաները ամերիկյան օգտագործվեին այս բادرազմի ընթացքին։ Այսինքն զսկուշավորությունը մի կողմից երևում է, բայց մյուս կողմից նաև հրահրման այս երևույթներն են։ Ուրեմն կարծում եմ նաև փորձ է արվում դարբեր ուղերձներ ըղել, բայց առայժմ Անկարայի ուրեմն շահերից կարծում եմ չի փոխում ամբողջական ներգրավումը այս պատերազմի։ Իսկ Իրան-Ադրբեջան լարվածությունից ինչ հետևություն արեց իր շահը։ Իրան-Ադրբեջան լարվածությունը այդ լարվածությունը այսօր չկա։ Փեզեշքյան Ալիև հերախոսազրույցից հետո անգամ բեռնափոխադրումներն են վերականգնվել Իրանից Ադրբեջան։ Ուզում եմ հասկանալ քո օգնությամբ, ով նահանջեց, Իրանը թե Ադրբեջանը։ Գիտեք, բարդ է ասել, հաստատել թե ով նահանջեց, բայց երկկողմանիորեն կարծում եմ գա ուրեմն զսկուշավորություն կամ գուցե նաև առաջադրանք, որպեսզի չփախվեն երկիրները, որտեղ ի վերջո նաև ցակումնապանական խնդիրը, այսինքն Իրանում այն զանգվածը ցակումով ազերի օգտագործելու Բաքվի կողմից նաև այդ խաղաթուղթը նաև շահարկելու առայժմ գիտեք որևէ երևույթ չկա, խնդիրը կա, իբրև խաղաթուղթ կա, բայց նաև օրինակ այն ինչ պատահեց քրդերի դեպքում եւ Միացյալ Նահանգները բաց տեքստով հայտարարեցին, որ իրենք օժանդակում են քրդերին, նույնը իհարկե դարբեր է եւ հանգամանքները եւ գարկավիճակները, բայց ցակումով ազերի Իրանի քաղաքացիներին ուրեմն այդ ուղղությամբ հրահրիչ հայտարարություններ կամ այդ խաղաթուղթի օգտագործման համապատասխան քայլեր դեռևս չեն երևում։ Սա խոսում է այն փաստի մասին, որ երկուստեք երկկողմանիորեն գա որոշակի զսկուշավորություն եւ չի բացառվում, որ չներկաշվելու այդ զսպիչ գործոնը որոշակի առումով խաղում է նաեւ Անկարան։ Կա նաև Իրանի զինված ուժերի գեներալի հայտարարությունը այսօրվա Ադրբեջանին նա կոչ է արել իր տարածքից հեռացնել իսրայելցիներին, այսինքն ինչ որ տեղեկատվության Իրանում տիրապետում են ամեն դեպքում։ Անպայման, կարծում եմ նաև սա հիշեցնում է այն սպառնալիքները, որոնք Իրանը նախկինում հնչեցրել էր եւ գար լրատվություն, չգիտեմ որքան հավաստի, որ ինչ որ ժամանակ նաև Բաքուի ցուցմունքով իսրայելյան ուժերը, որոնք դերակայվել էին Արցախյան պատերազմից հետո իրանամերձ շրջաններում հեռացել էին։ Ուրեմն նաև այս հանգամանքը, որ շատ կարևոր է եւ շատ հսկայուն թեմա է Իրանի համար, Ադրբեջանը անպայման նկատի ունեցել էր։ Կա նաև կարծիք, որ Իրան-Ադրբեջան լարվածությանը միջամտել է նաև ռուսական կողմը։ Պուտին-Փեզեշքյան զրույց է եղել, կարծեմ այդ թեմայով։ Պուտին-Փեզեշքյան զրույցը եւ նաև Պուտինի կողմից նաև շնորհավորանքը, ասենք, նոր հոգևոր բերին Իրանի, որը դե ֆակտո հիմնական իշխանությունն է եւ նման ամենահիմնական որոշումները կայացնող Իրանի դեպքում, ասեմ նաև, որ ռուսական միջնորդությամբ նաև իրանցի դիվանագետներ, որ Լիբանանում էին աշխատում, ուրեմն ռուսական միջնորդությամբ հեռացան Լիբանանից։ Հիմա գանք մեր հարցին եւ ավարտենք Շահան։ Հայաստան եկողների ցանկություն կա Լիբանանում մեր համայնք ինչպես է փորձում լուծել այդ խնդիրը ռմբահարումներից խուսափելու համար։ Նախ ասեմ, որ այդ սահմանափակ ուրեմն ավիաընկերությունները, թռիչքները
Լիբանան ավիաընկերության, նաև թեպի Երևան իրականացնում են կանոնավոր թռիչքներ։ Այդ թռիչքներով մարդիկ գնում գալիս են Երևան, բայց արդահոսքի զանգվածային երևույթ չկա, խոճապային երևույթ չկա, եւ գաբը շարունակվում է անխապան, մինչ այժմ անխապան շարունակվում է Երևանի հետ։ Գիտեք, հայ համայնքի գծով ասեմ, որ փախումնային կոդիների հերույ է, բայց նաև այդ փախստականների ալիքը հասել է նաև հայկական շրջանների մերձակա տարածքներ եւ ի տարբերություն նախորդ ուրեմն քաղաքականական փախստականների ալիքներին այս անգամ ավելի երկարադեպ է լինելու, որովհետեւ յետտարցի հնարավորությունները բավական ուրեմն սերմովում են, որովհետեւ մարդկանց բնակարանները, թաղերը, քյուղերը ամբողջ հարթ հավասար իրավիճակում են այդ հրթիռագործումների իբրև հետևանք։ Բայց հրթիռակոծությունների հիմնական թիրախը Բեյրութն է եւ արվարձանները։ Հիմնականը հարավային շրջանն է, Բեյրութի հարավային արվարձաններն են, Բալբեկն է, Բեկան է, այնտեղ որտեղ Հեզբոլլայի հենագետերն են, գետրոններն են, բայց նաև եթե թիրախ ուրեմն հայտնվել է տարբեր շրջաններում, այսինքն մի հյուրանոց, որը գործում էր Բեյրութի քրիստոնյա շրջաններում մեջ, ուրեմն փուլ եկավ, հրթիռագործվեց, որովհետև Իսրայելը այնտեղ նկատել էր, որ Հեզբոլլայի պատասխանատու անձ կա։ Քո աշխատանքային ռեժիմը չի փոխվել այս հրթիռակոծությունների պատճառով։ Աշխատանքային ռեժիմը հատկապես արագ լուրեր թողարկելու առումով արտակարգ ռեժիմով աշխատում ենք, բայց փորձում ենք նաև որ որևէ խոճապային մթնոլորտ չստեղծվի եւ շատ կարեւոր է որտեղ նաև առընթեր դեղեկատվական պատերազմ է այդ դեղեցությունները մակրազդելու եւ օբյեկտիվ լրատվություն թողարկելու անհրաժեշտության առաջ ենք կանգնել։